կոչում բանակ։ Ես ճիշտ եմ։ Բանակից հետո է իր մոտ խնդիրը։ Բանակից հետո է եղել, ահա։ Որ թիվա ձեր ամուսինը։ 96 թիվա։ 28 տարեկան։ Եղել է վիճաբանություն բանակում, հետաստոխի հարվածից, հա։ Դա հասկացանք, լավ, հիմա բանը մեզ ասեք տենամ ձեր ամուսինը որ քերակատարողական հիմնարկում է գտնվում եւ ովքեր են խոշտանգել։ Իմ ամուսինը գտնվում է Վանաձորի քերակատարողական հիմնարկում, ուրեմն իր մոտ նշեցի հիվանդությունը, ինքը 3 ամիս շարունակ անընդհատ բժիշկ է պահանջում, առեսօր է պահանջում, դեղերը անընդհատ ուշացնում էին, պրիստուպների ժամանակ, ուրեմն մենակ ցավադրկողներ էին տանում սրսկում, մի օր էլի շատ վատ է լինում, իհարկե ես այս հարցով շատ բարձրաձայնել եմ մարդու իրավունքներին եմ դիմել եւ այլն, նման խնդիր ունեցող մարդուն անգամ կարծեր են իջացրել 40 աստիճան ջերմությունով, որ երբեք զանգահարել մարդու իրավունքներ ու պահանջել, որ իրան կարծերից հանեն։ Ուրեմն այսպես ասած տվյալ օրը հիմա իր վրա երկրորդ ստրոկ են ուզում դնեն, առաջի ստրոկը 17 տարի տվել են առանց փաստերի, առանց ապացույցների դատավորի ներքին համոզման հիման վրա։ Երկրորդը հիմա այս խնդիրն է, որ անընդհատ դուրախփել տեղա պահանջել, ասել է բժիշկ կանչեք տեղը տվեք, ասել են սպասի, դեռ բժիշկը տեղում չի, քույրը տեղում չի, տեղ չկա եւ այլն, ասեն հասցրել են այն հոգեբանական խոշտանգմանը, որ դուրը բացել են, ինքը չի դիմացել, ու 12 հոգով խոսել են, որ հարձակվել իր վրա, ասել են ինձ մոտիկ չգաք, ինչ չկպնեք, իր արտահայտությունը դա է եղել, քանի որ դրանից մի տարի առաջ հենց կարտերում իրան տեսի ենթարկել նաև, այսպես, ուրեմն Հովհաննիսյան… Դուք այդ խոշտանգումով, այս ամեն ինչով դուք դիմել եք Աննա Վարդապետյանին, օմբուդսմենին, արտարադատության նախարար Գիգիշին եւ այլն։ Ես նոր եմ սկսել այդ գործով, այսպես ասած, նախ քննիչ է եկել, ամուսինս ինքնավնաս կատարել, քննիչը իրան ճանաչել է տուժով։ Հետո մեկ ամիս հետո քննիչ է փոխում այդ գործով, այս մյուս քննիչը գալիս է եւ ասում է, որ 5-10 տարի ստրոկ պիտի դրվի, այսինքն դու տուժով չես համարվում, բայց իտոգում ինքը իր երակները լրիվ վնասել էր, առնահոսությունով հազիվ հասցրել են հիվանդանոց, իսկ աշխատակազմից դերթի ոչ մեկ վնասված չի ունեցել, ուրեմն հրահրել են Հովհաննես Մելքունյանը, որը հստիկ է եղել, եւ Ալեքյան Նորոն, ռեժիմի կապիտանը, երկուսով ցուցմունք են գրել, այսինքն ամուսինս դաժե ինքը ինքնավնասումից հետո բողոք չի ներկայացել, ես անգամ չեմ իմացել այդ խնդրի մասին, տվյալ անձնավորությունները բողոք են ներկայացրել, որոնց հետ համատեղ 10 հոգի աշխատակազմից… Այսինքն ձեր դատված ամուսնուն ում տվել են բավականին մեծ պատժաչափ, հիմա մի հատ էլ նորից ուզում են երկրորդ սռոկն ավելացնել։ 5-10 տարի, 3 ուրեմն իրանց հոգեբուժը 3 հատ դեղ է ավելացել, իր դեղորայքին, ասել, որ պիտի տեղափոխեն ՑԲ, քրեակատարողական այդ հիվանդանոց, իսկ ուրեմն Նարա Բաբայանը, ՊՕԱԿ-ի պետի տեղակալն է, եւ ՊՕԱԿ-ի պետը նշել են, որ առայժմ կարիքը չկա, իբր թե մեկնաբանելով ՑԲ-ում հոգեբուժներ չկա։ Ես գիտեք ինչ, ձեր ասացի վրա, ես հավատում եմ ձեր ասած յուրաքանչյուր բառին, ինչի եմ հավատում, ոչ թե ես ձեզ եմ ճանաչում դրա համար, այլ 2014-ից 17 թվականները գտնվելով Նուբարաշեն քերակատարողական հիմնարկում շինծու քերական գործով որպես դատապարտյալ, ես ինքս էի տեսնում կալանավորների, դատապարտյալների բուժ սպասարկման որակը, որ դուռ էին ջարդում, չգիտեմ, գոռում, գոչում, ոռնում, բժիշկ էին ուզում, շտաբօգնություն էին ուզում, ոչ բժիշկ կար, ոչ շտաբօգնություն կար։ Մինչև այսօր իմ ականջի մեջ մնացել են հաց բերողի այդ ցավի տառապանքի ձայները, ոռնոցը այդ խեղճ եւ ասեմ, որ հաց բերողին սպանեց արտարադատության նախարար Արփիկ են, չաղ կալաշկերով պոռնիկը, անգամ չէին տեղափոխում Նուբարաշեն ՔԿՀ-ի բուժկետ, դատապարտյալների հիվանդանոց անգամ չէին տեղափոխում, այսինքն այն քանարին մինչև այդ մարդը մեռավ, եւ այսօր ոչ մեկ այդ մարդու հետ կապված չկրեց քերական պատասխանատվություն, ոչ Արթուր Դավթյանը, ոչ պոռնիկ Արփինեն եւ այլն, եւ երբ որ
խնդիրները գալիս են, որ գիտեք ինչ, դատապարտյալների բուժօգնություն։ Ես գիտեմ, որ բանը ոչ մի քերակատարողական հիմնարկում դեղորայք չեն տալի նորմալ։ Սրսկում չկա, բուժ մատերիալ չկա, ոչ մի բուժ սպասարկում գոյություն չունի։ Եթե ու այդ մարդիկ ոչ թե միայն կրում են պատիժ, այդ մարդիկ կրում են խոշտանգում։ Եվ ես իմ նախընտրական ծրագրում ասել եմ լայնամասշտաբ համաներում կառավարության նիստի հենց առաջին օրը։ Այսինքն բոլոր կալանավորները եւ դատապարտյալները, որոնք չեն անցնում պետական գույքի վատման հոդվածով, կրուպնակալիբրի, այսինքն մեծամասշտաբ նարկոտիկ տարածելու հոդվածով, պեդոֆիլիայով եւ փողերի լվացումով, այդ բոլոր կալանավորներն ու դատապարտյալները պիտի օրը 12 հատ մոն վառեն, այն որ ասում է գնան օխտը եկեղեցի, որ ընտրվի Վարդան Ղուկասյան, միակ մարդը, ով ասել է համաներում եւ իմ խոսքի տերն եմ, ինձ պետք են դատարկ խցեր, դատարկ բերթեր, որպեսզի այս ազատության մեջ գտնվող շատ ներողություն ես կուլտուրական մարդ եմ, բայց իրերը կոչենք իրենց անունով, ազատության մեջ գտնվող բոզի տղեկը ընդամենը մի քանի օրվա մեջ համալրելու են այդ բոլոր խցերը։ Եվ ես ոչ մի կերպ, օրինակ, բանը Վանաձոր քերակատարողական հիմնարկի Բերդիպետը, որ բոզի տղա է, դրա մասին ոչ մի խոսք։ Հիմա նորանշանակ արդարադատության նախարարը, Սրբուհի Գալյանը, մեզ լսում է, այ կնիկ լսած։ Բան ունեք ասելու ես դլույն։ Պարոն Ղուկասյան, իմ հարցը էս է, որ առաջի գործողանոցն ու դատահոգեբուժական փորձաքննության չի ենթարկել, դատել են դատավորի ներքին համոզման հիման վրա, ու նույնը հիմա են անում, դատահոգեբուժական փորձաքննություն չեն տալիս, ասում է վաղը մի ժամով կտանենք փորձաքննության։ Իսկ ո՞վ է տեսել, որ շիզոֆրենիայի 8-ի հոդվածով մարդը, ով նաև ունի էպիլեպտիկ երևույթներ, իրան ներառած է դիազեպան, կարբամազեպին, որոնք էպիլեպտիկ հիվանդների դեպքում են նաև տալիս, ով է տեսել, որ մի ժամով այդ նման Ուրեմն դուք գիտեք ինչ պիտի անեք, Տիկին ջան, դուք ձեր ամբողջ ազգուտակը ընտրությունների ժամանակ մի մարդու նման պիտի գնաք ընտրատեղամաս, եթե ուզում եք ձեր հարցը հիմնովին լուծվի, եւ ձեր ամուսինը դուրս գա։ Պիտի գնաք ընտրատեղամաս, քարոզանեք միջև էտել գնալը, որ ժողովուրդ քելեք ընտրում եք Վարդան Ղուկասյան։ Ես խոստանում եմ ձեզ, ասեցի, համաներում։ Всё, շնորհակալություն, ձեզ ընկերանա Վարդապետյանը լսավ։ Հետևություն երա։ Ու դու, ընկեր Սրբուհի Գալյան, քեզ մնացել է մի քանի օր։ Դիվանագիտական ազնագրի ժամկետը մոտենում է։ Խմելու ջրի հարցը ինչ եղավ այ կնիկ։ Քերակատարողական հիմնարկում խմելու ջուրը ինչ եղավ, հələ մինչև հիմա այդ անտերը քաշ են համարում։ Ես գիգիշի տուն ու տեղը խիցս ծրի, այդ խմելու ջրի համար։ Իմիջալոս, քանի որ գնաց խոսք միանգամից քո հիմնարկից։ Так, Սրբուհի Գալյան, գրա։ Արմավիր քերակատարողական հիմնարկում կա աշխատակցուհի Պետրոսյան Գոհար, ով գրասենյակի պետից նշանակվել է ռեժիմնիկ։ Ռեժիմ, որպեսզի սպայականով գնա թոշակի, բայց ռեժիմի գործերով բացարձակապես չի զբաղվում։ Ինքը շարունակում է նստել իր գրասենյակը, զուգվում, զարդարվում, քաղաքացիական ու պոդիումի շորերը հանգնում, թանկանոց դուխին հերմես, մերմես լցնվեն գալը։ Ես էլ հերմես ունեմ։ Так, սա Արտակ Ղազարյանի խնամին է, դրա համար են բանը բրթմարաջ եւ Գիգիշի հարևանը։ Եթե դու իմ խոսքի վրա կասկածում ես, ընկեր Սրբուհի Գալյան, ցախ կամերա է։ Կամերաները պահանջի, տես գրասենյակում ով է նստած, այսինքն Գոհար Պետրոսյան, եւ որտեղ պիտի լիներ Գոհար Պետրոսյանը ռեժիմի բաժնում, բայց աշխատում է գրասենյակ։ Ներքին կարգով լուծել են, որ Գոհար Պետրոսյանը բարձր բանով գնա թոշակի։ Լսալ այ կնիկ։ Մենակ շինվելը չի։ Ուրեմն, լավ, քնչականին հեսա կարադառնանք։ Էսի մեկ։ Ստեղ մի հատ է զան։ Սով էր։ Ուրա։ Ստացի մենք հան նյութա լծվե։ Так, զանգահարենք մյուս զանգը եւ անցնենք մեր թեմաներին։ Զոֆացի ծնողը կամ հարազատ, հեսա կտեսնենք։